Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտաբանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խուրշուդյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք։ Բարև սիրով։ Միքայել Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստելու զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Երեկ էլ մենք իմացանք, որ որոշել են եւ առաջարկել են կամ իրեն, բայց առանց իրեն հետ քննարկելու, որոշել են, որ նրան պետք է առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, իհարկե փաստաբանի օգնությամբ մենք ստացանք Աջապահյանի պատասխանը, նա ասաց ոչ մի դեպքում խնդրում եմ ինձ չխառնել այդպիսի գործերի մեջ, իմ հարցս էր, ինչու են ուզում այդպիսի, ասենք, ինչու են ուզել ցանկացել իրեն առաջադրել վարչապետի թեկնածություն, որպեսզի ստացվի, որ նա նաև իշխանության է ձգտել։ Տեսեք, առանց հետո Աջապահյանը ինքն իրեն մեծ վնաս հասցրեց նման անպատասխանատու հայտարարություններ անելով, որի համար իհարկե պետք է պատասխան տա, որտեվ դա այնպես չի, գիտեք, բռնի ասի հալա բան է ասացի։ Չէ, դա օրենքներ կան, որ դու խախտել ես դրանով։ Եվ երբ որ դու ռազմական հեղաշրջման կոչ ես անում, դա մթնոլորտ է ձևավորում, չէ՞ նաև։ Այդ թվում անպատժելիության, եթե քեզ չպատժեն։ Նարի Հունանյանը մինչև հոկտեմբերի 28-ը կազմակերպել, ոչ թե կազմակերպել էլ իրականացնել, ինքը կազմակերպող չէր, ընդհանրապես կատարող էր, տարբեր տեղերում խոսացել է, բաց խոսացել է, որ էլի նույն բառապաշարով, որ սրանց պետք է գյուլել, ռազմական հեղաշրջում է պետք։ Հիմա գյուլելը էս մեկը չի ասել, մյուս սքեմավորն է ասել, Վազգեն Բագրատ Կալստանյանը։ Բայց մոտապես նույն խոսույթն է, հա, ռազմական հեղաշրջում, գյուլել եւ ԱԱՑ-ում կան որ այդ գրառումներ, որ դա արձանագրվել է ԱԱՑ-ում։ Ուղղակի իբր ուշադրություն չեն դարձել, լուրջ չեն վերաբերվել դրան։ Ընդ որում դա հրապարակային հայտարարություններ չի եղել։ Եղել է մասնավոր խոսակցությունների ժամանակ, որը ձայնագրել են, գրանցել են ԱԱՑ-ականները, վստահ եմ Սերժ Սարգսյանն այն ժամանակվա ԱԱՑ-ի պետին հայտնել են, հիմա նա իրոք այդքան անլուրջ էր, որ բանի տեղ չի դրել, ասել է հա դե բանա թող խոսան, թե լավ էլ հետևել են, թե ուր է հասնելու, որտեղ իրենց շահերից դա բխում էր, այսինքն իմացող չհայտնող են, թե ուղղակի տգետ են, որոնք որ այդպես բաներին ԱԱՑ-ի պետը լինելով քթի տակ ահաբեկչություն կազմակերպում, դրա մասին բացահայտ խոսում են, դու ասում ես հա լավ բան, հա, թող խոսան, հա։ Հիմա այդ երկուսն է։ Հիմա այն ժամանակ մենք պետություն չունենք։ Այն ժամանակ ունենք բռնազավթված պետություն եւ ընդամենը 6 ամսվա ընթացքում 6 ամիս էր, որ ժողովրդավարական շատ թեքիչ իշխանություն էր ձևավորվել այն իմաստով, որ լեգիտիմ էր եւ արտահայտում էր ժողովրդի կամքը, ոչ մեկ չի կասկածում, որ Վազգեն Սարգսյան, ուրեմն Կարեն Դեմիրճյան դաշինքը արտահայտում է ժողովրդի մեծամասնության կամքը եւ ցանկությունը, անկախ նրանից, որ իհարկե իդեալական ընտրություններ չի եղել, չեն կարող անվանել ազատ եւ արդար ընտրություններ 99-ի խորհրդարանական ընտրություններ, բայց ամեն դեպքում դա լեգիտիմության էական պաշար ունեցող ընտրություններ են եւ մարդկանց մեծամասնությունը գոհ էր այդ խորհրդանից, որ ձևավորվել էր։ Բայց պետություն մեկա չունենք, որտեղ եթե պետություն ունենայինք, այդպիսի ծավալուն, ոմանք ասում են առաջի կարգի ահաբեկչական ակտեր, այդ ահաբեկչական ակտը կկանխեին, ով է տեսել աշխարհում չտեսնված դեպքեր, որ մտնեն պարլամենտում, ղեկավարության մեծամասնությունը գլխատեն, ուղղակի գնդակահար են։ Եւ հիմա նույն բանը փաստորեն կրկնվում է, բայց այս անգամ մենք ունենք պետություն, բացվեց ունենք պետություն, որը կանխում է։ Եվ սա առաջի դեպքը չի, որ կանխում է, մինչև այդ կանխել են ՉՎԿ Վագների կողմից վարժեցվող ահաբեկիչների, ուրեմն կազմակերպվող կամ իրականացվելիք ահաբեկչական ակտերը, մինչև այդ էլի տարբեր դրվագներ ունեցանք, հա, այդ 20 թվականից հետո, երբ որ ներխուժում եղավ կառավարության շենք, ուրեմն Ամարանոց կառավարական, որտեղ որ բնակվում էր Նիկոլ Փաշինյանը եւ այլն, գիտեք, տարբեր կերպ կարելի է ղեկավարներին վերաբերել, իշխանություններին վերաբերել, բայց երբ որ դու պետություն ունես, պետությունը պետք է կանխի ցանկացած ահաբեկչություն երկրում, ընդհանրապես որևէ մեկի հանդեպ ահաբեկչություն, առավել եւս պետական իշխանության բարձրագույն իշխանության դեմ, հա։ Հիմա այդ իմաստով իհարկե մենք ունենք տարբեր իրավիճակ նաեւ այն պահով, որ գործող իշխանությունը ժողովրդավար է, չի բռնազավթել իշխանությունը,
տարբեր հարցերում Թերանում մենք քննադատում ենք եւ տարբեր հարցերում էլ լսում եք քննադատությունը հենց դրանով էլ նաեւ ժողովրդավար է, բայց չի կեղծում ընտրություններ։ Եթե ընտրություններ կեղծեր Գյումրիում ռևանշի չէին կարողանալ հասնել ռոբասերժականները, հա, նախկին բավական օդիոզ մի անձնավորության տեսքով։ Չի բաներ քաբանտարկալներ չի պահում, չի բռնում մարդկանց քաղաքական պատճառներով եւ չկա որևէ միջազգային զեկույց մասնագիտական կառույցներ, որոնք ասեն, որ Հայաստանում գոնե մի քաբանտարկյալ կա կամ երբևէ եղել է հեղափոխությունից հետո, Թավշյա հեղափոխությունից հետո։ Խոսքի ազատությունը չի բռնանում, ես կասեի ավելին քան չի բռնանում։ Եվ բաներ կա, որ պետք է կարգավորի եվրոպական ստանդարտներին համապատասխան, բայց նույնիսկ դա չի անում ասելով, որ գործող իշխանության մասն է խոսքը, ասելով, որ ոչ այդ ստանդարտները այդքան ժողովրդավարական չեն, այդքան ազատ չեն, մենք ավելի ազատ ենք ուզում։ Եվ ստանում է արդյունքում, որ թափանցիկությանը չի հետևում լրատվամիջոցների, եւ ստանում է արդյունքում, որ ով ուզում է, բուծում է լրատվամիջոցներ, բլոգեր, ֆինանսավորում է դրսից նկատի ունեմ։ Եվ դրսից եւ այստեղ էլ նախքին քրեա օլիգարխիան։ Բայց մեկը ինքը չի սահմանափակում, որպեսզի հանգարց չասեն, որ ահա տեսակ բռնանում է ժողովրդավարությունը, բայց այդ ամեն ինչով հանդերձ այն ընդդիմությունը, այսպես կոչված, քրեա օլիգարխիայի մնացուկները, ովքեր որ 20 տարի այդ ամեն ինչ արել են, գնդակարել են մարդկանց փողոցի մեջ տեղը, ոնց որ մարտի 1-ին արեցին, քաբանտարկյալներ լցրել են բանտերը, նույնիսկ հանրահավաքներ թույլ չէին տալի անցկացնել։ 11-12 թվի նոր սկսեցին թույլ տալ։ Պատկերացնում եք, այդ մարդիկ հիմա գործող իշխանության ասում են, դա բռնապետական ռեժիմ, ասենք ձեռ առնեն մարդկանց։ Ու չէ, ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որովհետև երբ որ երկրում իրականում բռնապետություն է կամ թեկուզ ավտորիտար ռեժիմ, անարդար, կոռումպացված ռեժիմ, որից ժողովուրդը զզվում է, տանել չի կարողանում, ցանկացած ըմբոստություն այդ ռեժիմի դեմ բերում է լայն ժողովրդական աջակցության։ Լայն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել 16 թվականի Սասնա ծռերի ապստամբությունը։ Լայն ժողովրդական աջակցություն ունեցավ 20-30 հազար մարդ փողոց էր դուրս եկել աջակցելու համար եւ թույլ չտալու համար, որ այդ մարդկանց ուրեմն գնդակարեն կամ ինչ-որ ռազմական միջոցներով սպանեն կոպիտ ասած, այդ դեպքից հետո երբ որ ուրեմն ոստիկանության այդ կետը գրավել են Սասնա ծռերը։ Հիմա մենք չենք քննարկում իրական պատճառները, որոնք են, որ այն ժամանակ հասարակություն դրանց տեղյակ չէր, ես էլ տեղյակ չէի, ճիշտն ասած, երբ որ նաև նույն պահանջով փողոց էր դուրս եկել, որ հանգարց այդ մարդկանց չսպանեն։ Եվ ես ուզում եմ բաց հիշեցնել, բայց նույնիսկ Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն այն ժամանակ տարածեց եւ ասաց, որ սա քաղաքական գործընթաց է։ Ոչ թե ահաբեկություն չի, այլ ռուսներն էին ասում ահաբեկությունը։ Եվ ասում են ոչնչացրեք ու վերացրեք այդ մարդկանց։ Բայց այն ժամանակվա աջակցությունը ժողովրդի իրոք ապստամբության աջակցությունն էր, որի իրավունք այո ՄԱԿ-ի կանոնադրությամբ ժողովուրդը ունի, որ եթե այլ տարբերակ իշխանությունը փոխելու, որտեղ ոմանք կոնտեքստից կտրում են, գիտեք, ասում են, հեն այն ժամանակ էլ էր ապստամբություն, հիմա էլ չէ, այտենց զինված ապստամբություն։ Այո, զինված։ ՄԱԿ-ի կանոնադրությունում չի գրած, որ ցանկացած ապստամբություն ուրեմն իրավասու է, լեգիտիմ է։ Ոչ, այնտեղ հատուկ նշված է ինչ ապստամբություն պետք է լինի, որ դա համարվի իրավունքի հետևանք։ Եվ նա նշված է, որ եթե ժողովուրդը այլ մեթոդներ չի գտնում, այլ մեթոդներ չեն թողել ժողովրդին իշխանությունը փոխելու, այսինքն օրինական որևէ մեթոդ չկա, իշխանություն չի հնարավոր չի փոխել, ոչ ընտրություններով, ոչ պլեբիսցիտով, ոչ մի բանով։ Ուրեմն այո, իրավունք ունի այդ ապստամբության։ Ինչով է տարբերվում այս վիճակից։ Հիմա ժողովուրդը, որովհետև ժողովուրդը այս իշխանությունը ձևավորել է ընտրություններով եւ ընտրություններով էլ կարող է փոխել։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ընտրություններով հնարավոր չի փոխել իշխանությունը եւ Գյումրի օրինակը դրա համար բերեցի։ Նույնիսկ թիմ մակարդակով փոխում են։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ այդ 16 թվականին իշխանությունները ոչ դեմոկրատական, ոչ ժողովրդավար ձևով էին ընտրված, դրա համար զինված ապստամբությունը արդարացվում է, իսկ այժմ դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարական, այսպես ընտրություններով է, լեգիտիմ է, ինչպես դուք ասացիք, եւ դրա համար այս կոչերի համար, այսպես հայտարարությունների համար այս պահին Աճապահյանին հետապնդում են։
Սկսենք նրանից, որ այն ժամանակ էլ այդպիսի կոչերի համար Այդտեղ զինված ապստամբությունը, այստեղ կոչերը, հայտարարություններ են, խոսակցություններ են։ Կներեք, ես Նարի Հունանյանի օրինակը դրա համար բերեցի, տարբերություն չկա։ Խոսակցություններից է սկսվում այդ ամեն ինչ, բան նախապատրաստան փուլում պետքա խոսան մարդիկ, որ պայմանավորվեն ոնց են կազմակերպում այդ աբեկցությունը։ Ուրեմն տեսեք, 99 թվականի հետ է այս զուգահեռը, ոչ թե 16 թվականի, որովհետև 99-ին էլ էլի եմ ասում, ձևավորվել էր լեգիտիմ իշխանություն, ժողովրդի կամքը արտահայտող իշխանություն։ Դրա համար էլ երբ որ Նարի Հունանյանը զանգում էր տարբեր կուսակցությունների ղեկավարներին ասում էր ժողովրդին կանչեք, իրանց ուզածը արել եմ, ինքը չգիտեր որ իրանց ուզածը չի, ժողովրդի ուզածը չի, ժողովրդի իշխանությունը ձևավորել էր, ժողովրդը սիրում հարգում էր հատկապես Կարեն Դեմիրճյանին։ Եվ չէր ուզում հաստատ որ այդ մարդկանց ինչ որ մի խումբ սպանի, սքեմավորի ասած գյուլի եւ հետո էլ գնան աջակցեն, որպեսզի աջակցեն։ 100 հոգի էլ չգնաց այնտեղ աջակցելու։ Իսկ 16 թվականի Սասնա-Ծռերի ապստամբությանը, ասում եմ, 20-30 հազար մարդ գնաց աջակցելու եւ դրանից են ցնցված իշխանությունները։ Ես այդ դեպ այն ժամանակ էլ, երբ որ ինձ հարց տրվեց ուղիղ, որ կողմեք զինված մեթոդներով հարցեր լուծելու, ասացի, ոչ նույնիսկ այդ պարագայում, անկախ նրանից, որ ՄԱԿ-ը թույլատություն տալիս է, որ այո, ժողովրդի իրավունք ունի այդ ապստամբության, բայց ընդհանրապես զինված պայքարը, արյունահեղությունը երբեք լավ բանի չի բերում, հերիք չի եւ միշտ կա մանիպուլյացիայի էֆեկտը, որ այդ մարդկանց, ովքեր որ պատրաստ են ինքնազոհաբար գնալ ինչ որ քայլերի, իրենց կարող են ինչ որ մարդիկ մանիպուլացնել, որը հետո պարզվեց, որ այդպես էլ եղել է 16 թվականի դեպքերում, բայց հիմա շատ չխորանանք այդ հարցում։ Լավ, վերադառնանք, եթե դեմ չեք իմ հարցին, ինչու էին ուզում վարչապետի տեխնացու առաջադրել Աջափահյանին, այս նեղ պահին իրեն դա պետք էր։ Գիտեք, ես չեմ կարծում, որ հատուկ ուզեցել են փուրը տան այդ մարդուն կոպիտ ասած, որ մի բան էլ ապացուցվի, որ հեսա տեսեք, քաղաքական հավակնություններ ունի, պարզ է դրա համար էլ ռազմական հեղաշրջման կոչեր էր անում, հա։ Չեմ կարծում, ուղղակի տգիտության եւ անճարակության, հա, փրփուրներից կախվելու բան է։ Դե տեսան, որ անլուրջ է այդ Մասիսի քաղաքապետի տեխնատությունը եւ հանգարց տեսան մի քանի 100 հոգի գոնե ինչ որ մարդիկ թեկուզ կեսը հոգեվորականներ էին, էջմիածնում աջակցեցին Աջափյանին, ասում ահա կարող է այս ավելի լավ տեխնատուրա, բռնենք աջակցենք։ Հոգեվորականները այս ամենին վերաբերում։ Դե բարեբախտաբար հասկացել են ինչա կատարվում եւ մի գրառում կարդացի իրենց բաներից, սպասավորներից որ մի խառնեք եկեղեցուն այդ քաղաքական գործընթացներում մենք այդտեղ չկանք եւ այլն եւ նոր հիշեցին փոխանակ դատապարտեին Աջափայանի այդ ռազմական հեղաշրջման կոչերը 2 ամիս այդ կոչերը կրկնում էր ոչ մի անգամ գնահատական չտվեցին իդեպ երբ որ Գալստանյանի շարժումներ ժամանակ հատուկ սառեցեցին որ ասեն մենք կապ չունենք չէ բայց այս դեպքում նույնիսկ չդատապարտեցին այդ ո՞նց եղավ այսինքն արդեն հասունացել են նրան որ լավ էլ պետքա միջամտեին Եվ պատահական չի այդ ցուցակներում կառավարության, ստվերային կառավարության նախարար հոգեվորական, հա, ասենք Որքանով եք արժանահավատ համարում այդպիսի եւ թղթերը եւ այդ ամբողջ նյութը, որը համահունչ էր այն ձայնագրություններին, որը հրապարակվել է։ Այդ ձայնագրությունները շատ հեշտ փորձագիտությունով կարելի է անցկացնել եւ ապացուցել, որ դրանք իրական են։ Մի գրամ չեմ կասկածում, որովհետեւ կներեք, այս տեխնոլոգիական դարում նույնը ինչ որ իշխանությունը կարող է ապացուցի, նույնը ընդդիմությունը, եթե հանգարց դա արհեստական բանականությունով գեներացված լիներ, շատ հեշտ կարելի էր փորձագիտական բանով ապացուցել, որ եւ դրանով ընդհանրապես իշխանության լեգիտիմությունը հարցականի տակ է։ Այ դրանից կարող էր սկսվել իրոք լուրջ հակաիշխանական շարժում, բայց ինչի չեն անում, որտեղ այդպեսի բան չկա։ Ես վստահ եմ, որ այդ ձայնագրությունները իրական են, եւ պատահական չի, որ իրենց փաստաբանը հաստատել էր իդեպ։ Իրենց հենց Գալստանյանի փաստաբանը հաստատել էր, որ այո, ընդունում են, որ դա իրական ձայնագրություն է, ուղղակի ասում են, որ այնտեղ հանցակազմ չկար։ Հիմա կտեսնենք, այդ ամեն ինչը դատարանը հենց դրա համար է, որ հանգիստ պայմաններում, երբ որ թող պահանջեն փորձաքննություն։ Դե հիմա էլ կասկածում են դատավորի անձն է անհանգստացնող թվում։ Դե կներեք, էլի դատավորի անձը կանհանգստացնի, հետո կբողոքարկեն վերաքննիչ, այնտեղ էլ կանհանգստացնի, վճռաբեկ, այնտեղ էլ կանհանգստացնի, կգնան Եվրոդատարան։ Արդարությանը վերջը կհասնեն։ Ես ոնց հասա արդարությանը, երբ որ ինձ ապօրինի կալանավորել էին պարոնայք այդ մարդիկ, որ հիմա ժողովրդավարությունից են բարբաջում, իրանց տերերը ինձ ու բազմաթիվ մարդկանց ամեղտերը կալանավորել են։ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Անդրեաս Ղուկասյանին եւ այլն։ Այդ 16 թվականի ովքերի Այո, կալանավորել էին
Եվ մենք դա Եվրոդատարանով այստեղի բոլոր ընդհանրակարգերը անցան։ Եվրոդատարանով եք։ Այո, Եվրոդատարանով ապացուցեցինք եւ որ բանա ապօրինի գործողություն է մեր հանդեպ կիրառվել։ Այդ ոնց է մենք այդ գործընթացը պատրաստ ենք անցնել, իրենք ուզում են միանգամից ամեն ինչ, հա, այտենց հենց իրանց ուզած դատավորը լինի, այն դեպքում երբ որ այն ժամանակ բոլոր դատավորներն էին վերահսկողության ներքո, այսինքն իրենք ընդունում են, որ այսպիսի հնարավորություն կա, հա, ուրիշ դատավորի միջոցով ավելի թե իրենց դատավորները ունեն, որոնք դեռ մնացել են ծվարած։ Ընդհանուր հարց տամ, ձեզ ինչ է կատարվում Հայաստանում այս պահին, այս ամենին ինչ գնահատական եք դուք տալիս։ Առաջի տեսակետ հակա եկեղեցական շարժում, այսպես ձևակերպում հնչել է։ Երկրորդ տեսակետ հակա իշխանական շարժում, այս սրբազան շարժումը, պայքարը։ Եվ երրորդ տեսակետ, ուրեմն հակաեկեղեցական շարժում, հակաիշխանական շարժում, եւ երրորդ տեսակետը Հայաստանի պետականության դեմ երրորդ պետության կամ պետությունների կողմից կատարվող դավադրություն։ Տեսեք, այդ դավադրության պահը ոչ թե դավադրությունը, այլ պլան է, Ռուսաստանը չի թաքցրել երբեք, որ Եթե պլան է գնալու ենք նպատակներին։ Նպատակները խորհրդային Այսինքն դուք այս երրորդ կետի վրա եք կանգնում, թե երեքն էլ կա, այսա հերթով կգանք։ Հերթով կգանք։ Ուրեմն Ռուսաստանի այսօրվա իշխանությունները չեն էլ թաքցնում, որ խորհրդային միության տապալումը դա իրենց համար մեծագույն գեոպոլիտիկ աշխարհաքաղաքական աղետն էր անցած դարի։ Դա Պուտինի խոսքերն են։ Որից հետո անդադ խոսակցություններ են գնում խորհրդային միության վերականգնման համար, խորհրդային միություն 2 պրոյեկտի մասին, որը բնականաբար չէր լինելու հավասար ազգերի միավորում, ոնց որ սովետական միությունն էր գոնե հռչակվել, այդպես չէր, բայց հռչակվել էր գոնե ինչ որ ինտերնացիոնալիզմ կար շատ թեքիչ, հա, այնպես չէր, որ շատ ճնշում էին ազգային փոքրամասնություններին, հա, այլ լինելու է հիմա հենց կայսրություն ռուսական խորհրդային միության անվան տակ, որտեղ որ ռուս ազգը իր շովինիստական վատագույն դրսևորումները, որ մենք հիմա արդեն տեսնում ենք, գնալով բորբոքում են, հետադիմական այդ դրսևորումներով արդեն գերիշխելու է բոլոր այն մնացած ազգերին։ Ընդհանուր միջև եթե հանգած մեկն էլ չի ենթարկի ոչնչացնել, ոնց որ այսօր ուկրաինացիներն են ոչնչացնում իրենց հայրենիքում։ Այդ է նպատակը եւ այդ է նպատակը եւ կա գործիքակազմ դա իրականացնելու, դա իրենց գործակալական ցանցերն են։ KGB-ական, որ մնացել է, լյուստրացիա չի արվել, որովհետև լյուստրացիայի, գիտեք, լյուստրացիան շատ ծանր խնդիր է, ես չեմ բանանում, չեմ ասում, որ դա հեշտ խնդիր է, նույնիսկ միշտ այդ օրինակ եմ բերում, որ նույնիսկ Սաակաշվիլին, որ ոչ մեկ չի կարող նրան կասկածել ռուսական ինչ-որ սենտիմենտներ ունելու, ռուսական ագենտուրաների չբացահայտելու վերաբերյալ սենտիմենտներ ունենալու վերաբերյալ, բայց նույնիսկ ինքը դա չարեց եւ ուզում եմ հիշեցնեմ, որ իր հարաբերությունների կտրուկ խզումը Պուտինի հետ, իսկ նույնիսկ հեղափոխությունից հետո նա չի որ Պուտինը իրան շատ բացասական էր վերաբերում, այն ժամանակ այդպես սորոսականներ եք, ես միջիկ այդպիսի բաներ չկար ռուսական մամուլում Սաակաշվիլի դեմ, ոնց որ մեր հեղափոխությունից հետո իդեպ գործող իշխանությունների հանդեպ այդ սկսեցին տարածել։ Եվ սկսեց կտրուկ փչանալ, գիտեք, երբ որ ուրեմն իրենց անվտանգության մարմինները ղեկավարին Սաակաշվիլին փոխեց իր մարդուն դրեց։ Ընդ որում Պուտինը հատուկ խնդրել էր, որ մի արա այդպես բան, որտեվ հատուկ ծառայությունների ղեկավարների միջոցով է ինքը միշտ կառավարել այդ պետությունները։ Եվ ինչ, Սաակաշվիլին չենթարկվեց, փոխեց եւ սկսեց այդ ժամանակ արդեն այդ թշնամական բանը Վրաստանի հանդեպ, ընդհուպ այդ պատերազմները եւ այլն, ուզում եմ ասեմ Օսետիան գրավելու պատմությունը եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ այդ ամեն ինչը Ռուսաստանի համար շատ կարևոր է, իր գործակալական ցանցին ոչ մեկ ձեռք չտա։ Եվ Փաշինյանի հանդեպ նաեւ Պուտինի ատելությունը հենց դրանով է պայմանավորված, որովհետեւ մի փուլ արդեն փորձեց Փաշինյանը Մաքսի ԱՑ-ն, հիշում եք Քարամյանին նշանակեց, եւ Պուտինի հենց պնդմամբ եւ ստիպված, որովհետեւ պատերազմի ժամանակ էր եւ գաղտնի տեղեկությունների կարիք ուներ Հայաստանը, իսկ Ռուսաստանը ասում էր ոչ մի բան չենք տրամադրի, քանի այնտեղ Քարամյանն է, հանեցին։ Նիկոլ Փաշինյանը հանեց Քարամյանին, հետո ուրիշ պաշտոնի տեղավորեց, ինչը ցույց է տալիս, որ իր կամքով չի հանել, հա։ Հիմա նույնը տեղի ունենում այս փուլում եւ այդ գաղտնազերծումները, իդեպ լյուստրացիան ինքը յուրահատկություն ունի, որ նույնիսկ լյուստրացիայի մասին խոսակցությունը, քննարկումը ինքը պատճառ է դառնում շատերի ինքնաբացահայտման։ 11 թվականին, երբ որ Ժառանգություն կուսակցությունը առաջի անգամ
Հայաստանի անկախ Հայաստանի պատմության մեջ առաջ բերեց այդ լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը, որով փափուկ լյուստրացիա էր նախատեսվում Սոպա Սաֆարանների Լյուստրացիայի փափուկը ո՞րն է։ Ասեմ, բուլղարական տարբերակը կա լյուստրացիա կոշտ տարբերակը, որ բոլոր նախկին ագենտների անունները հրապարակվում են։ Փափուկ լյուստրացիան ասում է ոչ մեկի անունները չի հրապարակվում։ Բացահայտվում են, բայց չի հրապարակվում։ Չէ, չի հրապարակվում, քանի դեռ այդ մարդիկ չեն հավակնում պետական պաշտոններին։ Հենց որ հավակնում են, ուրեմն հրապարակվում է։ Ընդ որում, այդ հրապարակելը ինքնին դա նրանց հանցագործ չի դարձնում, որովհետև նրանք ապրել են սովետական միության շրջանում եւ համագործակցել են KGB-ի հետ սովետական շրջանում, երբ որ դա օրենքով արգելված չի եղել, այսինքն հակառակական բան չեն արել թվում է թե։ Բայց հասարակությունը արդեն ինքը թող որոշի, ուրեմն, եթե այդ մարդիկ այն ժամանակ KGB-ի գործակալ են եղել, հիմա նորանկախ Հայաստանում իրավունք ունեն, լեգիտիմ է իրենց, ոչ թե լեգալ է, այլ լեգիտիմ է թե չէ, լեգալ է։ Լեգալ է, իրենք օրենք չեն խախտել այն ժամանակ, բայց լեգիտիմ է թե չէ, որ մեր այսօրվա որևէ պետական մարմնի ղեկավար կարող է դառնալ ուրեմն նախկին KGB գործակալ, որը հավանաբար նաև պահպանում է կապերը, որտեղ այն ժամանակ գործակալներին հողուղակի չէին վերբով կանում։ Դոսիեներ էին վրեքները հավաքում, որ կախված պահեն, կոմպրոմատներ, շանտաժ անելու համար եւ այլն եւ այլն։ Այդ է խնդիրը եւ ժառանգության առաջարկած տարբերակը այդ փափուկ տարբերակն է։ Չնայած ես օրինակ կողմնակից կլինեի ոչ միայն պետական համակարգում հավակնողները, այլ նաեւ հասարակական կազմակերպություններում, հատկապես ղեկավար մարմիններում հասարակական կազմակերպությունների, մամուլում, հատկապես էլի խմբագրական կազմում եւ այլն, եկեղեցում եւ կրոնական բոլոր կազմակերպություններում, որոնք հոգու հետ մարդկանց հոգու հետ գործ ունեն եւ անընդունելի է որ դրանց ղեկավարները կամ ղեկավար կազմում լինեն ռուսական նախկին KGB-ի գործակալներ, իսկ դրանք բազմաթիվ են եղել դրա մասին գիտենք։ Ուզում եմ ասեմ, լյուստրացիան դա է, բայց հիմա տեսեք, ուրեմն երեք բառացիորեն Խորեն Հովանեսյանը, վարդապետ Խորեն Հովանեսյանը, ով եղել է Գարեգին առաջինի նաև լուսահոգի Գարեգին առաջինի գավազանակիրը եւ հետո նաեւ դարձել է այս Գարեգին Բեի հիմա արդեն կտրիչի գավազանակիրը եւ ինքը շատ հետաքրքիր բացահայտումներ արեց, ես հիմա չեմ շատ կրկնի, թող բացեն նայեն Civic-ով եւ M1-ով երկու տեղով այդ հարցազրույցը տվեց, բայց հատկապես մի դրվագ, որ Անգելա Մերկելը 2005 թվականին հրաժարվել է ընդունել այս մարդուն կտրիչին Չնայած կաթողիկոս է, չէ՞, թվում է, թե ու ասել է իմ, չգիտեմ, խորհրդականի օգնականը քեզ կընդունի, տարածքը ցույց կտա։ Այսինքն եւ դրա պատճառը եղել է, որտեւ իրենց հատուկ ծառայությունները ունեցել են փաստ, որ ժամանակին դեռ 79 թվականին, թե 75 թվականին, այս մարդը երբ որ սովորել է կտրիչը, սովորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆերգեյում, ոչ թե Գետերում, այլ Ֆերգեյում ասում, այնտեղ իրեն ձեռնաշխտաներով ոնց որ պատմում է ուրեմն բանը Խորեն վարդապետը արտաքսել են ԽՍՀՄ որպես KGB-ի գործակալի եւ դա իմանալով Մերկելը իրեն չի ընդունել։ Ինչ հիմքեր ունենք վստահելու այդ տեղեկատվությանը, այս բանին, այսպիսի տեղեկատվություն տարածվում։ Հիմա ասեմ, նախ Խորեն վարդապետը առաջի անգամ չի դա ասում։ Դա ասել է միջև այս դեպքերը, մի անգամ չի ասել։ Այդ մեկ, երկրորդը դրա մասին մենակ ինքը չի ասում։ Եվ երրորդը վերջը Հայաստանի իշխանությունները կարող են մեծ հարցում ուղարկեն եւ ես ինձ հորդորել եմ, վաղուց եմ հորդորել իդեպ։ Այս միջև այս դեպքերը հորդորել եմ մի հատ հարցում ուղարկեք Գերմանիա, թող այն ժամանակվա արխիվներից մեզ վերաբերող բոլոր արխիվները, հատկապես սրբազաններին վերաբերող, ուղարկեն մի հատ հասկանանք։ Ես հենց երբ որ ասում եմ իլյուստրացիա լավ չեք անում, հասկանում եմ ինչ վտանգավոր է, չեք ուզում թշնամանակ Պուտինի հետ Պարիզբուն իմաստով, բայց գոնե ձեր համար իլյուստրացիա արեք, մի հատ ցանկեր կազմեք, աշխատանք արեք, հարցումներ ուղարկեք, ասում եք արխիվները տարել են, բայց լիքը տեղեր մնացել է, արևելա եվրոպական բոլոր երկրներում մնացել է Շտազին, Գերմանիայի, Սեկուրիտատային, Ռումինիայի, այդ բոլոր արխիվները հո իրենք տիրապետում են, իրանք իրենց մոտ դրանց հիմա վրա իլյուստրացիա արեցին, բայց ընդ նաև մեր գործակալների, KGB-շնիկների մասին ինֆորմացիա կա բազմաթիվ։ Հարցում արեք, մեզ վերաբերողներ ստացեք, ունեցեք, որ հետո այդ մարդկանց կանչեք, ասենք, լսեք, չենք ուզում ձեզ խայտարակ անել, հրապարակել, որ ստացել ենք, որ դուք KGB-շնիկ եք, փասափուսեկները թավակեք, գնացեք, մեր երկրին այդպիսի ղեկեղեցականներ, այդպիսի ղեկավարներ պետք չեն։ Թողեք գնացեք շարժեք փոխանցել արվել, երևի թե այդ մասին խոսելը ճիշտ չի լինի, կա անմեղության կանխավարկած եւ կա երկրորդ ձեր ասած լյուստրացիա, եթե չեք արել, դա ներողություն չարախոսել
մի խոսքով դա արժանահավատության կնիքը դժվար կարելի է դնել այդպիսի Դե եկեք լռենք, թող ինչ ուզում է, ինչ օին ուզում է խաղան գլխներից, պետության գլխին, լռենք, որ հանկարծ չարախոսություն չանվանենք դա։ Լավ, տեսակետ դուք խոստացաք մյուս կետերին էլ անդրադառնաք, հակաեկեղեցական շարժում է սա, Հակաեկեղեցական։ կարծեմ ասեց փաստաբանը Ես ուզում եմ Ջապահյանի։ խոսել, այդ որ ասում եք չարախոսություն, եկեղեցին։ Մենք մեր լավագույն հայագետներից Արծվի Բախչինյանը ինձ մի նյութ է ուղարկել, ինքը իդեպ կանդուրջ ուսումնասիրություն է կատարած եղել եկեղեցու հենց կգբեացման վերաբերյալ, որը ցավոք այստեղ չեն ուզեցել հրապարակեն ժամանակին, ես հուսով եմ հիմա որևէ հրատարակիչ կամ մամուլի որևէ միջոց կվերցնի եւ կհրապարակի այս հոդվածը, ընդամենը մի երկու կարճ Համեցեք իհարկե։ Ուրեմն Չեկայի գործակալ Ռուբեն եպիսկոպոս Մանասյանի մասին է նա հատկապես ուսումնասիրել, որը 20-30-ականներին, 1920-ից 30-ականներին պարակտիչ գործունեություն է ծավալել տարբեր հայ համայնքներում։ Նեղություն, սա Արծվի հոդվածն է, Այո, իր հոդվածից, այո, Արծվի Բախչինյանի հետազոտությունից է։ Տարբեր հղումներով, հոդվածներով գիտական հետազոտություն է։ Չինաստանում հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու փորձի մասին վկայություններ կան, այս եպիսկոպոսի։ Նրանից բացի Չեկայի հետ համագործակցել են նաև Հունաստանի թեմի առաջնորդ Կարապետ arczepiskopos Մազլմյանը, Պոլսոտ Տաճատ եպիսկոպոս Բասմաճյանը եւ Թեհրանի կաթողիկոսական պատվիրակ Արսեն եպիսկոպոս Ղլճյանը։ Ուրեմն Ղլճյանը 2 տարի ՊՔՎ-ի պետական քաղաքական վարչություն կար, ուրեմն Государственное политическое управление ԳՊՈ սովետական միությունում, այն ժամանակ ՆԿՎԴ-ի զուգահեռ մարմիններ։ Ուրեմն գործակալ է եղել G58 համարի ներքո եւ ամսական $200 վճարով։ Դա ինքը արտասահմանում է եղել, դրա համար դոլարով իրան վճարել են։ Այն ժամանակ $200 մեծ գումար էր։ Ուրեմն այդ ԳՊՕ-ն իրան օգտագործել է ՊՔՎ-ն լուծելու համար Իրանում եւ Հնդկաստանում գործակալության խնդիրը, այսինքն այդպիսի մարդիկ ոչ թե պարզապես ինչ որ ինֆորմացիա են տրամադրել այդպիսի գործակալ, այլ իրենք գործակալական ցանցեր են ձևավորել։ Պարզը չէ նախ եւ առաջ որտեղ են այդ ցանցերը ձևավորել, եթե իրենք տնօրինում են, տիրապետում են եկեղեցու ներսի սպասավորներին։ Հո չեն գնալու դրսից ինչ որ բաներ գործակալներ վերբով կանեն, հենց եկեղեցու ներսում են վերբով կանեն։ Ուրեմն Ղլճյանը առաջարկել է Աղաբեկովին, Աղաբեկովն էլ այն ժամանակվա Բարստաշյան այստեղի կագեբեշնիկներից էր Հայաստանի, որ ինքը կմեկնի Հայաստան, ԳՊՕ-ի ճնշմամբ, այսինքն Հայաստանում արդեն կաթողիկոսն իրեն կդարձնի եպիսկոպոս, այն ժամանակ կաթողիկոսը դեռ կագեբեշնիկ չէր, դրա համար էլ գլուխը կերա Բերիայի հանձնարարականով, հա։ Եվ որպես կաթողիկոսական պատվիրակ կմեկնի Իրան, արդեն որպես կաթողիկոսի անունից, որտեղ ինքը նախապես ապրել էր եւ կապեր ունի։ Ուրեմն այս ԳՊՕ-ն Ղլճյանին կտրամադրի մի գործակալ, որի կինը կդառնա վարդապետի սիրուհին, տեսեք պլան են մշակում։ Ուրեմն այդ գործակալի կինը կդառնա այս վարդապետի սիրուհին, նպաստելով գործակալի եւ եպիսկոպոսի կապին։ Այդ դավերի վերջնական նպատակը պիտի լինի այն, որ Ղլճյանը Իրանից կհեռացնի arczepiskopos Մելիք Թանգյանին։ Լավագույն մեր իրոք հոգևորականներից են ժամանակվա եւ կդառնա հայ եկեղեցու պասկահնդկական թեմի առաջնորդը։ Ես ինչի համար եմ սա բան անում, հա, եւ լավ է սա ավարտեմ, որ այդպիսով Հնդկաստանի ՊՔՎ-ի գործակալության կազմակերպումը կյանքի կկոչվի, այսինքն գործակալական ցանցի կազմակերպումը, տես չեկիստ Աղաբեկովի յայտնությունները, այս արևմտահայերենով է հրապարակված եղել, ԳՊՕ-ի գործակալի սքեմի տակ Յուսաբեր Գահիրը 31-10-30 թվական 1930 թվականն է սա հրապարակվել Լուսաբերում հետո նաև ներքին գործերի իշխող կոմիսարիատին կից պետական քաղաքական վարչության արխիվներ եւ այլն հիմա լավ էս մի բան էլ մի հատված էլ կարդամ ուրեմն նաև Պոլսի 1910 թվականին Պոլսի շարժում շաբաթաթերթն իր խմբագրականում գրել է հայ կղերի վանդալական շահագործումներու մասին, եթե ապագա պատմագիրը ուզեր ուսումնասիրություն մանել, հավանաբար միայն կրոնականներու անուններով տասնյակ հատորներ պիտի լեցներ, այնքան տխուր, այնքան աղտոտ իրենց սրբազան դերին մեջ, որ բացարձակապես խոտորնակ է գացած իր նոյրական պաշտոնին, կղերը եւ շահատակությունը շարժում Պոլիս 1910 թիվ 1 նոյեմբերի։ Ինչի եմ սա ասում, որ հետևողականորեն
NKVD-ն, GPU-ն, KGB-ն, այս 70 տարիների ընթացքում, որ սովետական միությունը ղեկավարել է Հայաստանը, որպես գավառ, հա, կոլոնիա, գաղութ, ինքը արմատախիլ է արել բոլոր նորմալ եկեղեցականներին, արմատախիլ է արել, իր վերահսկողության տակ, հատ-հատ, տեսեք գլուխները կերել են, վերացրել են Մելիք Թանգյանին, այստեղի կաթողիկոսներին եւ այլն, որ իրենց գործակալներին կամաց-կամաց առաջ մղեն եւ ամբողջությամբ վերահսկեն։ Դա միայն Հայաստանին չի վերաբերել։ Ուկրաինա, Վրաստան, Խորհրդային միությունը փլուզվել է, իսկ ինչու է դուք համարում, որ դա շարունակվել է այդ Ինչ է փոխվել։ Այդ նույն մարդիկ, որ Խորհրդային միությունում բացարձակ մեծամասնություն էին եկեղեցում, լիովին վերահսկողության տակ էին KGB-ի, այդ մեկին գիտեք որ փոխվել է։ Նույն մարդիկ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը 95 թվականին չէր ուզում էս պարոն Կտրիչին եպիսկոպոսը կաթողիկոս դառնա եւ գնաց Անտիլիասից բերեց Գարեգին առաջին կաթողիկոսին։ Կանտիլիացի կաթողիկոս եկավ մեր կաթողիկոսը դարձավ հայկական եկեղեցու։ Ինչի, որովհետեւ գիտեր որ նա գոնե կագեբեշնիկ չի, իսկ սա արաբների մեջ թաղված բացի լինելուց այդ կասկածները կար, չէ։ Ինչ եմ ասում, որ եկեղեցու վերնախավը հետևողականորեն վատասերվել է եւ ով մի քիչ նորմալ մեջ է եղել է, բռնել են, վտարել են եկեղեցուց, անդադ հանել են, վատասերումը կատարելության հասցնելու համար։ Ձեր ասած լուստրացիայի կարիք կա։ Մինչև լուստրացիա չլինի, այս ամենը այո, եղել է, ասենք, Խորհրդային միությունում տպագրված, դուք բերեցիք փաստերը Արծվի Բաղջյանի ուրեմն հոդվածի մեջ արձանագրված, բայց քանի դեռ լուստրացիա չի արվել, քանի դեռ չի բացահայտվել, այդ ամբողջը ենթադրությունների մակարդակի վրա է։ Լուստրացիան օրենքով չի արվել, բայց լուստրացիան մի բան չի, որ մենակ օրենքով է հնարավոր անել։ Ես ասում եմ, հենց երեկվա խորեն վարդապետի բացահայտումները հենց այդ լուստրացիայի մասին է, լուստրացիա է դա։ Ուղղակի օրենքով չի անում, հրապարակային բանավոր անում է եւ հիմք է տալիս իշխանություններին, որ դիմեն պաշտոնապահ Գերմանիայի իշխանություններին եւ ստանան այդ փաստաթղթերը։ Լավ, նորից վերադառնում ենք, եկեք այսպես անենք, պարոն Խուշուձյան, ես ձեր թույլտվությամբ գովազդ հայտարարեմ եթերում եւ շարունակենք մեր զրույցը, վերադառնանք այս ձևակերպմանը։ Կոչվում է շարժումների մասին առաջին եւ երկրորդ տեսակետներն են նորից անդրադառնում հակաեկեղեցական կարելի է դա ասել թե եկեղեցում աշխատող որոշ սպասավորների մասին է խոսքը կարելի է այսպիսի ձևակերպում տալ հակաեկեղեցական շարժում գովազդից հետո գովազդ եմ հայտարարում եթերում սիրելի հայրենակիցներ մնացեք մեզ հետ եւ կշարունակենք Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը։
$2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հովսեփ Խուրշուդյանի հետ, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ, եւ այսպես առաջին հարցս էր, առաջին տեսակետ հակաեկեղեցականը այս շարժումը կարելի է այդպես անվանել, եւ երկրորդ տեսակետը հակաիշխանական է այս շարժումը, արդյոք այսպես կարելի է անվանել, այնինչ կատարում է Հայաստանում այսօր։ Մի հատ խնդրեմ կա, որ շատ տարածված է մեր ժողովրդի մոտ եւ ոչ միայն այս մարդկանց մոտ, որոնք որ նման բան են հայտարարում ցավոք սրտի, նույնացվում է եկեղեցին, եկեղեցական վերնախավի հետ, ինչպես եւ նույնացվում է պետությունը եւ իշխանությունը։ Այսինքն ոնց կարելի է դու իշխանությունից ինչ որ բանից նեղված լինելով սկսես քանդել պետությունը։ Սկսես պետության դեմ ինչ որ ակտեր կազմակերպել։ Մտքում ունենալով որ դա պետության դեմ չի, դա իշխանության դեմ է։ Դա պետության դեմ չէր լինի, երբ որ պետությունը անջատ էր իշխանությունից, երբ որ իշխանությունը պետության չէր կապ չուներ հետը, երբ որ իշխանությունը բռնազավթել էր պետությունը։ Դա նախորդ իշխանությունների օրոք էր։ Այն ժամանակ նույնական էր, որ պետությունը վերցել են, ճեղտել են իրենց գրպանը, որպես սեփականություն օգտագործում, շահագործում էին։ Եվ միջազգային ռանկինգներով էլ Հայաստանը անվանում են տարբեր միջազգային կազմակերպություններ captured state, զավթված պետություն, որտեղ պետությունը չէր պատկանում ժողովրդին, իր հիմնական սուվերենին չէր պատկանում։ Այն ժամանակ նույնական էր։ Բայց կներեք, հիմա իշխանությունը, պետություն։ Իշխանությունը կատարում է իր ֆունկցիաները եւ այդ անհատները, քանի դեռ որոշակի ինչ որ պետական գործառույթներ են կատարում, ընդ որում լեգիտիմ եւ լեգալ հիմքերով, իրենք, եթե իրենց դեմ է անում, դա պետության դեմ է ուրեմն։ Իսկ եկեղեցին էլ նույն կերպ հիմա, չգիտես ինչի, նույնացնում են, որ եթե որևէ եկեղեցականի դեմ ինչ որ բան ես ասում, ինչ որ բան ես անում, ուրեմն դա եկեղեցու դեմ է։ Կներեք, բայց նոր ցույց տվեցի, ոնց 70 տարի հետևողականորեն վատասերման հետևանքով զավթվել է եկեղեցին մի խումբ մարդկանց կողմից, որոնք ամեն ինչ անում են, որ նորմալ եկեղեցական, նորմալ հոգեվորական չմնա այնտեղ։ Մնան մենակ կամակատար, խամաճիկներ կամ գործակալներ։ Ռուսական KGB-ին։ Այնտեղ ստացվում է, որ այնտեղ ընդհանրապես արդեն ամբողջը գործակալական ցանց է։ Ամբողջը չի։ Կան դրա համար ամեն ինչ ես ասեցի խամաճիկներ, ենթականեր, կամակատարներ։ Հարգելի գանը, ես իմ բառերը գիտեմ, բառերի արժեքը լավ են տիրապետում։ Կամ գործակալներ։ Հիմա այն որ մարդիկ չեն ըմբոստանում եկեղեցի ներսում եւ չեն իրենք ձեռքով հեռացնում այս մարդկանց ովքեր որ առնվազն
Դա էլ առերևույթ չի, խառնել են քաղաքականության հետ եկեղեցին, հենց այդքանով էլ խախտում են արել։ Առնվազն իրենց կանոնակարգերը խախտել են եւ ուխտադրույժ, ուրեմն խախտել են իրենց ուխտը կուսակրոնության եւ այլն, այդ ամեն ինչը արդեն պատճառ պիտի դառնար, եթե այնտեղ մեծամասնությունը խամաճիկներ չեն, գործակալներ չեն, կամակատարներ չեն, իրենք պիտի հեռացնեին այս կաթողիկոսին։ Բայց քանի դեռ դա չեն արել, մենք չենք կարող պնդել մեծամասնությունը ովքեր են այնտեղ։ Եվ ես կարող եմ ասել, որ քանի դեռ չեն արել, այնտեղ այդ վատասերումը բերել են, որ մեծամասնությունը ամեն դեպքում կամ գործակալներ են, կամ նրանց կամակատարներն ու խամաճիկներն են, հա։ Այնպես որ եկեղեցուն եւ եկեղեցուն մաքրելուն ուղղված գործողությունները, այդ թվում հավատացյալների, անկախ նրանից այդ հավատացյալները կլինեն իշխանավոր, թե կլինեն շարքային քաղաքացիների, լիովին հիմնավոր են փրկելու համար եկեղեցուն այն գայլերից, որոնք որ գրավել են, զավթել են եկեղեցին իրենց բիզնեսի համար, իրենց ծոփ շվալ կյանքի համար եւ իրենց դրսի տերերին սպասարկելու համար։ Այլ կերպ ասած, հակաեկեղեցական անվանել այն ինչ տեղի ունենում ճիշտ չէ, ճշգրիտ չէ։ Ես կանոնե եկեղեցու փրկության ուղղված շարժ։ Հակաիշխանականնել Փաշինյանի դեմ է, թե ամբողջ սա ճիշտ է գոնե այս ձևակերպումը, որ հակաիշխանական շարժում է, թե հակափաշինյանական շարժում կարելի է ձևակերպել։ Էլ եմ ասում։ Այնտեղ որտեղ որ Տեսեք, ես չեմ ասում հակապետական շարժում։ Հակապետականը հատուկ ինչի բերեցի այդ օրինակը նախկին իշխանությունների։ Այս եկեղեցին նախկին իշխանությունների շարունակությունն է, ըստ էության։ Եվ այս եկեղեցին զավթված է այսօր, եկեղեցու վերնախավը նկատի ունեմ, նախկին իշխանությունների շարունակությունն է, որոնք որ զավթել են պետությունը, իսկ այս եկեղեցու վերնախավն էլ զավթել է եկեղեցին։ Հիմա հեղափոխությունից հետո պետությունը վերջապես վերադարձվեց ժողովրդին եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եկեղեցուն դա դեռ տեղի չի ունեցել։ Եվ երբ որ սկսվում է եկեղեցուն փրկելու գործը եկեղեցին զավթած նրա վերնախավից, դա լիովին լեգիտիմ օրինական շարժում է։ Եթե մինչ այժմ մենք խոսում էինք մի քանի տարի առաջ կամ հենց որոշ ժամանակ առաջ խոսում էինք նախկինների եւ ներկաների պայքարի մասին, ընդդիմությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մասին, ինչպես եղավ, որ ընդդիմություն հիմա մենք չենք անվանում եւ առաջ եկավ եկեղեցի Փաշինյան կաթողիկոս, եկեղեցի իշխանություն, չէ, ամբողջ նույն Ռուսաստանը, որ իդեպ այս այլ է ուզում քննարկել ձեզ հետ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է Մոսկվան շատ ուշադիր հետևում է Հայաստանում կատարվող իրադարձությունների զարգացմանը, ես համարյա թե մեջ բերում եմ եւ ասում է չնայած մենք այլ երկրների ներքին գործերին չենք խառնվում, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում, ասենք թե կայունություն լինի, դրա համար մենք հետևում ենք։ Եվ այսպես նախկինները եւ ներկաները մեկ էլ հանկարծ հիմա ձևափոխվեց, դարձավ եկեղեցին ընդդեմ, արդյոք եկեղեցին է ընդդեմ Փաշինյանն է ընդդեմ եկեղեցու, ինչու ձևափոխվեց այդ։ Ուրեմն տեսեք, ես ուզում եմ ձեր ուշադրությունը նախհրավիրեմ այդ մի դրվագի վրա, ռետորաբանությունը պաշտոնական։ Ճիշտ է Ռուսաստանի, ճիշտ է իրենց խամաճիկների միջոցով, տարատեսակ Սոլովյովների, հա, այդ Մարգարիտա Սիմոնյանների բաների միջոցով էլի շարունակում են լուտանքներ տեղալ Հայաստանի իշխանությունների հանդեպ եւ այլն, բայց պաշտոնական մակարդակով շատ զգուշ են։ Եվ ուզում եմ համեմատեք 2020 թվականին, թե 19 թվականին, երբ որ այստեղի երկաթգծերի դեմ դատախազությունը գործառույթեց $115 միլիոն չարաշահումների գործով, Լավրովը ափալ-թափալ եկավ Հայաստան, ասուլիս տվեց, մատ էր թափ տալիս Հայաստան իշխանությունների վրա, որ այս ինչ կանոններ եք խախտում, այս ինչ պայմաններ եք խախտում, մեր գործարարներին հետապնդում եք եւ այլն եւ այլն։ Տեսնում եք ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Այս սա ցույց է, որ Հայաստանը ավելի ինքնիշխան է դարձել, քան նույնիսկ այն ժամանակ, երբ որ հեղափոխությունը նոր էր հաղթել եւ մեծ ողջավորություն կար եւ այլն, այսպեսի լեգիտիմության անսպառ պաշար ուներ իշխանությունը 80-90% վստահություն, չէ։ Հիմա այդքան չունի, դրա կեսն էլ չունի, բայց ինքնիշխանությունը երկրի շատ ավելի բարձր մակարդակի վրա է, որտեղ ինստիտուտներն են կայանում, այդ թվում ինստիտուտ է նաև, երբ որ դրսի որևէ ուժ արդեն չի համարձակվում Հայաստանի դեմ բանանի, որտեղ գիտի, այդպիսի արտահայտություններ թույլ տա, որտեղ գիտի, որ ինստիտուտները Հայաստանի կպատասխանեն եւ դա ավելի վատ կլինի այդ երկրի հետ հարաբերությունների տեսակետից եւ ավելի զգուշ են։ Դա շատ կարեւոր հանգամանք է։ Հիմա այն որ Ռուսաստանը ուրեմն շատ արտաքուստ է այդ պահելով այդ ձևը, հա,
չխառնվելով մեր ներքին գործերի մեջ, բայց իրականում իր իրական խոսնակների միջոցով ցույց է տալիս իր ցանկությունների, իր աջակցությունը հայտնում է թե Սամվել Կարապետյանին, թե եկեղեցուն, տեսեք ինչեր են ասում են նախ լրիվ կոնտեքստից դուրս կտրված ինչ որ արտահայտություններ են քաղում իշխանությունների ասածից եւ ուրեմն նենգափոխված բան են անում, բայց ամենակարևորը դարձել են հանկարծ Հայաստան եկեղեցու պաշտպանը։ Պատկերացնում եք, այն որ իրենց տերտերները ասում էին աղանդավորական եկեղեցի է հայ առաքելական եկեղեցին, բավական բարձրացան իրենց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ։ Իրենք միած չէին դատապարտում, ասես ի՞նչ եք ասում, բա հայկական եկեղեցին առաջին քրիստոնյա ազգ բան, այդպես բաներ չէին ասում։ Բայց հիմա հանկարծ դարձել են եկեղեցու պաշտպանները, էլի նույն կեղծ նույնացումն են ուզում անեն հայ ժողովրդի գոնե իրենց լսող այդ Ռուսաստանի հայերի ուրեմն լսարանում ուզում են այդ կեղծ նույնացումը անեն, որ սա հարձակում է եկեղեցու դեմ, հա, մեր հանգարց մեր KGB-ի գործակալներին կամ այնտեղ բռնազավթիչներին, ովքեր ուզում են Նայիրի Հունանյան դառնան, երազում են դրա մասին, հանգարց նրանց որ կպնի պետությունը, դա եկեղեցու դեմ է։ Աստված ձեզ կպատժի, հա, իմ ժողովուրդ ասում են արդեն, չէ՞։ Նա Աչապայանը որ մտավ ինչ ասեց, ով քրիստոնյաներեն ողջույն, ով քրիստոնյա չէ, ողջուն չէ։ Այ քեզ բան, այն նույն ասողիկն էր, չէ՞, ասում, ով քրիստոնյա չէ, հայ չէ, էլի սկսվավ։ Չէ, իրենց արդեն վերջի շունչն է քաղաքական իմաստով այդ բոլոր խամաճիկների, օտար ուժերի խամաճիկների եւ տարբեր Նայիրի Հունանյանների վերջին շունչն է։ Մաքրվելու է եկեղեցին էլ որպես վերջին կառույց, որպես վերջին կառույց, որը չէր մաքրվել այդ նախկինների եւ արտաքին ուժերի ներկայությունից, մաքրվելու է, բարեբախտաբար ունենք նորմալ հոգեվորականներ էլ, որոնք արդեն սկսել են խոսել, բարձրաձայնել, մի քանիսի արդեն տեսանել են, մի քանիսն էլ եկեղեցու ներսում են, լուր գործում են, ես հույս ունեմ, որ կհասնեն այս բարեփոխումներին։ Եվ այդ բարեփոխումները միայն կադրային չեն լինի, հուսով եմ նաև դավանաբանական կլինեն, դրա մասին խոսել ենք։ Լավ, այն խայտարակությունը, որ չգիտեմ, վերաշարադրել իհարկե չի կարելի, բայց բոլորը դուք ասում եք, այնտեղ խոսում են, քննարկում են, ծաղրում են Փաշինյանի գրառումների, Փաշինյանի ակտիվությունը Facebook-ում, ինչպես է գնահատում։ Շատերն ասում են հեղինակազրկվում է Հայաստանը։ Իր այդ խոսույթներով եւ ձևակերպումներով։ Ես մի անգամ առիթ եղել է ձեր մոտ քննարկել ենք այսօրվա ժամանակի բերմամբ ժամանակակից աշխարհը, հա, ինչ նոր մեթոդաբանություն են կիրառում տարբեր ղեկավարներ ռազմավարական հաղորդակցության ընթացքում։ Այդ թվում Տրամպի օրինակն են բերել, հա, որ կարող ենք ընդունել, չընդունել, հաճելի լինի, հաճելի չլինի, հիմա անիմաստ է գնահատական տալ են։ Օրվա մոդան է, հա, հա, ասենք, այդ մոտավորապես գիտեք ինչ է, մոտավորապես, ասենք, իմ ճաշակին կարող է հարից չլինի կամ ինչ որ արտահայտություններ, որ անում է, հա։ Ես նաև դատապարտել եմ այն առաջի գրառման ժամանակ ասել եմ, չէ, որ անընդունելի է, երբ որ այդ քեռակնոջ դեպքը եղավ եւ այլն։ Բայց որոշ բաներ կամ որ հա ասենք ասում են ինչի է շուշուտ գրում կամ ինչի է կոշտ բառեր օգտագործում դե կներեք էլի ասենք դայակ չի ոչ մեկ այդ վարչապետի երկրի վարչապետի դայակ ով է ուզում լինի կամ ինչեւ էլ ասում են անձը թե երկրի ղեկավար է այստեղ հա երկրի ղեկավար է եւ քանի անօրինական գործողություններ չի անում քանի դեռ հարցը ճաշակին է վերաբերում հա կարելի ասել քո ճաշակին հարիրա թե հարից չի հա թող մարդիկ էլ ասեն ես որևէ խնդիր չունեմ հա ասում են չէ ասում են բայց համարում եք ասենք հիշում եք այդ գլխարկի պատմությունը դրա ազգովի քննարկում են ինչի այս մի գլխարկ կհակել այլ այդ մի գլխարկը չի դա մի քիչ գլխարկից տարբերվող է այն ինչ մոտավորապես նույնն է հիմա մեկի ճաշակին հարիր է մեկի ճաշակին հարց չի ես չեմ ասում որ այդ մարդիկ ովքեր որ իրան մեղադրում են անճաշակ են չէ կարող է իրանք շատ բարձրաճաշակ են վարչապետն էլ բարձրաճաշակ չի լավ ես հարցրեցի դուք պատասխանեցիք վերջին մեր հարցազրույցի վերջին հատվածում շատ կուզենայի ձեր մեկնաբանությունը Իրանի դեսպանի մամուլի ասուլիսից մի դրվագ միայն որը վերաբերում էր Ադրբեջանի այդ տարած արևմտյան Ադրբեջան ասում էր ձևակերպումը չի կարելի թույլ տալ, որովհետև նախ մենք ունենք այդպիսի անվանումով տարածաշրջան եւ երկրորդը դա ոտնձգության նման մի բան է եւ երկրորդը նա փաստորեն կրկնեց նախագահի նախորդ օրը հեռախոսազրույցում Ալիևին դիմելով նախագահը խնդրել էր որպեսզի նա
պատասխանի, պարզաբանի, թե ինչու են իրենց հասել տեղեկություններ, որ Ադրբեջանի տարածքից անօթաչու սարքերեն թռել, հասել, ներխուժել Իրանի տարածք։ Եվ դեսպանը կրկնեց այդ դա, որ իրենք ունեցել են այդպիսի տվյալներ, եւ Ադրբեջանից տեղաց ուրեմն հերքում եւ մեղադրանքներ, որ նա պրոհայկական մոտեցումներ ունի դեսպանը։ Ձեր տպավորությունը Իրան-Հայաստան, մի քիչ երկար ստացվեց, Իրան-Ադրբեջան այս դրվագով։ Դե Ալիևը չի համարձակվում Փեզեշքյանի հետ խոսելուց նման կոշտ արտահայտություններով հակադարձի։ Դրա համար հիմա առիթ գտավ, որ Հայաստանում Իրանի դեսպանը արտահայտվել է եւ սկսեց լսացնել Փեզեշքյանին այս դեսպանի միջոցով, դեսպանին արձագանքելով։ Ալիևի դիրքերը նշանակում է շատ ուժեղ են։ Հակառակը, եթե ուժեղ լինեն, Փեզեշքյանին միանգամից կասեր։ Նա ստիպված է ուրեմն այս մարդու միջոցով ասել դեսպանի։ Իդեպ ասեմ, հիմա բավականին զսպված է ինքը։ Այն իմաստով, որ Ռուսաստանը ամենակարևորը այդ զսպվածության իմ համար այն հանգամանքն է, որ ինքը չի ուրեմն Ռուսաստանը չի կարողանում իրեն ստիպել ինչ-որ էսկալացիայի գնալ Հայաստանի դեմ։ Այսինքն ինքը զսպված է արևմտյան զսպիչներով, հա, այսպես ասենք, կամ զսպանակներով, Ալիևը զսպված է։ Եվ կարծես թե Միացյալ Նահանգները եւ Տրամպը հետաքրքրված են այս խաղաղության պայմանագիրը կնքելու, արդեն իրենք են սկսում հետաքրքրվել եւ հատկապես որ իրենց մոտ կնքվի, գուցե Վաշինգտոնում, չգիտեմ։ Եվ այն որ հայ-թուրքական գործընթացն է տեղից շարժվել, մենք տեսանք էներգետիկայի արդեն գծով բանակցություններ են գնում, եթե տարածքային կառավարման եւ հետաքարությունների նախարարն է մեկնել Թուրքիա, ինչը դա նշանակում, Նիկոլ Փաշինյան Էրդողան հանդիպումից հետո ոչ մի պաշտոնական բան չեղավ, բայց ուրեմն եղել ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, իդեպ Սաակաշվիլին ասում է համարյա խաղաղության ինչ-որ բան են ստորագրել գախնի եւ այլն, որ Հիմա սահմաններն են բացելու 102-րդ բազան են հանելու Սաակաշվիլու տեքստից։ Հա, էլի, բայց ամեն դեպքում անկախ նրանից ինչ գրավոր ինչ ա եղել, ինչ չի եղել, բայց որ գործընթացը շարժվում է, նշանակում է բանավոր ինչ որ բան եղել է։ Չէր կարող բանավոր ոչ մի բան չպայմանավորել, մեկ էլ հանկարծ Խուդացյանը հելներ գնար Թուրքիա, հա։ Իսկ Հայաստանի համար էներգետիկ ելքերը շատ կարևոր են։ Հատկապես տարբեր ցանցերում գտնվելը եւ այն ինչ որ Վրաստանում այդ փոխարկիչի կայանը չեն կարողանում միջև մակառուցել, որի համար անդադ մեղադրում ենք մենք իշխանություններին, որտեվ խայտարակություն է, Եվրոմիությունը փողը տալիս է 40 միլիոն եվրոյի պատմություն է, ընդհանրապես պետքա նորմալ դրանով զբաղվել, բայց իրենք նույնիսկ էներգետիկայի գծով փոխնախարար չեն նշանակում տարածքային կառավարման հետաքրքրությունների մեջ, էլ չասած որ պետք է ընդհանրապես առանձին նախարարությունը թողնել կամ հիմա բան են արել, պետք է վերականգնել։ Ինչևէ, հիմա էներգետիկ հարցերը մի հատ լուրջ քննարկման թեմա է, դեպ վերջերս նաև ՍԵՊԱ-ի շրջանակներում հանդիպում ունեցանք, այնտեղ ելույթ ունեցա, զեկուցեի պատրաստել, հենց կա YouTube-ում կա էներգետիկայի խնդիրներին Հայաստանի եւ դրական եւ բացասական կողմերը փորձել եմ մատնանշել։ Ուզում ասեմ, որ գործընթացը գնում է եւ Ալիևը բավականին զսպված է եւ կարծես թե կա իրոք շանս, որ միջև ընտրությունները այս խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել եւ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել եւ նաեւ դիվանագիտական հարաբերություններ, լիցքաթափում, ինչը իրականում մեր համար լավ հնարավորություն կլինի արդեն Ռուսաստանի հետ շատ ավելի կոշտ դիրքերից խոսալու, մեր շահերը պաշտպանելու հարցում, թե քաղաքական եւ թե տնտեսական ոլորտում։ Որտեվ մենք տեսնում ենք Օվերչուկը քնում զարթնում է, անդադ ասում է չեք կարող համընդել նեք համընդել, չնայած Հայաստան դեռ չի դիմել պաշտոնապես ԵՄ անդամակցության։ Այսինքն իրանք ուզում են, քանի դեռ մենք պատրաստ չենք ՀԱՏՄ-ից դուրս գալու, իրանք ուզում են այդ ճնշում որպես գործադրել մեր վրա, որ իրենք մեզ կհանեն ՀԱՏՄ-ից։ Սկսեմ նրանից, որ իրենք որևէ իրավասություն չկա, որ ՀԱՏՄ-ից հանեն։ Հիմա ոնց որ թե փաստաթուղթ են պատրաստում այդ ուղղությամբ։ Հա, քանի որ իրանք իրավունք չունեն Հայաստանի ՀԱՏՄ-ից հանելու, որտեղ կոնսենսուսով են որոշումները կայացում ՀԱՏՄ-ից, այդպիսի մեխանիզմ չկա, որը մեկին վտարելու։ Դրա համար իրենք փաստաթուղթ են պատրաստում, որ Հայաստանը իբր ինչ որ երկրների հետ, ինչ որ պայմանագրեր կնքելուց անտեսել է ՀԱՏՄ-ի կարգավորումները եւ հիմա Հայաստան մտնող որոշ ապրանքներ, որոնք չեն համապատասխանում ՀԱՏՄ-ի ստանդարտներին, կարող է հանրայնացնել ՀԱՏՄ-ի շուկայում, Ռուսաստանի շուկայում եւ դրանով Հայաստանը ինչ որ բան է խախտել եւ դրանից ուրեմն ինչ
ուր են պրոցեդուրան, որը ինչ որ մեկի ԵԱՏՄ անդամ երկրների խախտումից հետո պետք է ուրեմն նրան ինչ որ ձևով վտարվի ԵԱՏՄ-ից։ Հարցը ինչի որ մեր ուշքումիտ ԵԱՏՄ-ում մնալն է, հատկապես ինձ գիտեք, որ ես վաղուց ասել եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Հապկից անհապաղ, իսկ ԵԱՏՄ-ից երբ որ մեզ պետք լինի, հենց որ հարմար լինի, երբ որ մենք Եվրոմիության անդամակցության հայտը ներկայացրած լինենք, ինչ որ քայլեր արդեն անցած լինենք, այն նախնական աշխատանքը տնային արած լինենք, եւ այն պահին, որ արդեն անխուսափելի է, որ պետք է մտնենք միասնական մաքսային միություն Եվրամիության հետ, եւ պատրաստ լինենք մտնելուն, մեր ապրանքների որակներով, ստանդարտներով, լոգիստիկ շղթաներով, այդ ամեն ինչով պատրաստ լինենք, այդ ժամանակ ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Հիմա ռուսները ասում են, չէ, մենք չենք թողի դուք սպասեք ձեզ հարմար պահին դուրս գաք։ Մենք հիմա սկսում ենք process, որ դուք գլխանց ասեք կամ ընդհանրապես դուրս չեք գալու, կամ եթե դուրս եք գալու, հիմա մենք ձեզ կհանենք։ Այդ է խոսակցությունը։ Սպասենք հետևենք զարգացումներին, ես շատ շնորհակալ եմ պարոն Խուշուձյան, որ համբերատար պատասխանեցիք իմ հարցերին։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հովսեփ Խուշուձյանն էր մեր զրուցակիցը, Ազատ քաղաքացի, հասարակական կազմակերպության նախագահ, վերլուծաբան, զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։